Մեծարգո վարչապետ, հարգելի նախարարներ, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ։ Մեջբերեմ վարչապետի ելույթից մի հատված։ Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ, որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առայն, որ զորակոչի ենթակա տարեքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սակայն նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Այստեղ իհարկե պետության իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում։ Մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որտեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Մեջբերման ավարտ։ Մեջբերեմ նաև վարչապետի ապրիլի 30-ի կառավարության նիստում ունեցած ելույթից մի հատված։ Ես համոզված եմ, որ շատ մեր հարգելի գործընկերներ մտածում են, ասում են, դե հա որոշել են, հո չեն անելու։ Էսա կգա դեկտեմբերի 31-ը եւ կհետաձգվի այս որոշման ի կատարածումը։ Տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք այս հետաձգենք։ Ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող, երկարաժամկետ ռազմավարական որոշում է, ինչքան ժամանակը մոտենում է, կամաց հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտը հետաձգելն է ու գալիս է ցիկլը։ Տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի։ Պրոբլեմն է, որ երբ սփխեչը, եւ զատիկը, եւ Նոր տարին ամեն տարի կա։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու բացարձակապես։ Այս պահին ինչ ուժի մեջ է, ոչ մի բան այլևս չի հետաձգվելու։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ։ Չգաք ասեք հետաձգենք, չկա հետաձգում։ Մեջբերման ավարտ։ Հիմա կարդամ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի որոշումը։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 22 մայիսի 2025 թվական N633L։ Հիմք ընդունելով ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի առաջին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հավանություն տալ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին եւ կից ներկայացված նախագծերի հավանություն տալու մասին կառավարության առաջարկները։ Հիմք ընդունելով վարչապետի վերոհիշյալ ուղերձ հանձնարարական օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի հավանություն տալու վերաբերյալ կառավարության որոշումը հայտարարում եմ։ Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որտեղ թողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Չկա հետաձգում, շնորհակալ եմ։ Ձայնը տրվում է նախագծի հարակից զեկուցող Արտյոմ Մեհրաբյանին, համեցեք։ Մեծարգո վարչապետ, մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում եւ տրվել է բացասական կարծիք։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղը, Վարման կարգով Գեղամ Մանուկյան, համեցեք։ Մինչև քվեարկությունը պատգամավորներին տեղեկացնեմ։ Հայկ Սարգսյանը հիշատակեց մայիսի 22-ի կառավարության որոշում հավանություն տալու մասին։ Քվեարկելուց առաջ ուղղակի տեղեկացված եղեք։ Այն նախագիծը, որը Հայկ Սարգսյանի հեղինակացն է եւ հիմա քվեարկվելու է, կառավարության կողմից Սուրեն Պապիկյանը նստած է։ Պաշտպանության նախարարության որևէ առաջարկ ընդգրկված չի եւ մենք հայտնվելու ենք այս նախագիծը օրակարգ բերելով հայտնվելու ենք խառնաշփոթի մեջ։ Շնորհակալություն։ Վարման կարգով Հայկ, խնդրեմ, Հովիկ Աղազարյան։
Ես կարծում եմ, որ շատ կարևոր նախագիծ էր եւ պարոն Հայկ Սարգսյանը շատ մեծ աշխատանք է կատարել այս ուղղությամբ։ Իմ խորին համոզմամբ, եթե 6 ամիս է լինել պարտադիր եւ մնացածը արդեն ինչպես նախագծում է, ապա շատ հնարավոր էր, որ դա գործուն ազդեցություն ունենալ այն խնդիրների լուծման համար, ինչ որ հետապնդում է պարոն Սարգսյանը։ Ստիպված պետք է դեմ քվեարկենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, վարման կարգով Հայկ Կոնջորյան, համեցեք։ Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն գիտեք, Գլխադասային հանձնաժողովը այս հարցին տվել է բացասական եզրակացություն, թե հանձնաժողովի նիստից առաջ եւ թե հանձնաժողովի նիստից հետո քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը մանրամասն քննարկել է այս նախագիծը, նախագծի առանձին դրույթներ։ Ես պիտի ասեմ, որ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը որպես կառավարող մեծամասնություն, կառավարության հետ միասին բանակի բարեփոխման ռազմավարությունը գտնվում է մեր առաջնահերթությունների շարքում եւ այդ թվում այս նախագծի մեջ կան հարցեր, որոնք որ կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների մեր նպատակները, սակայն այնուհանդերձ առանձին կարգավորումները, դրանց ձևակերպումները եւ սահմանումները, ինչպես նաեւ քննարկման ժամանակը խմբակցությանը բերել այն համոզման, որ այս նախագիծը այս պահին այս տեսքով չենք կարող ընդունել, քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը դեմ է քվեարկել այս նախագծին, ուստի այս քվեարկությանը քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը եւս դեմ կքվեարկի։ Շնորհակալություն։ Վարման կարգով Հայկ Սարգսյան։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, թեպետ 2022 թվականից նախագիծը կառավարությունը բերել էր այլ ձևաչափով եւ հետ քաշեց հաշվի առնելով էսկալացիան, նախագիծը սկսել են կառավարության գործընկերների հետ քննարկել 2024 թվականի հունվարից, ցավոք ազգային ժողովի մի շարք գործընկերների հետ ժամանակ չի եղել մինչ այս վերջին 1.5 տարվա ընթացքում քննարկումներ կազմակերպելու համար եւ ես առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները եւ այն ուղենիշերը, որ վարչապետն է դրել մեր առաջ եւ կառավարության ծրագրում արկա են, դրանք կարողանանք կյանքի կոչել։ Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին։ Շնորհակալ եմ։ Այժմ քվեարկության է դրվում քննարկված նախագիծը։ Քվեարկության է դրում զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ գիծ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը քվեարկություն։ Դահլիճում լռություն։ Ութսունյոթ դեմ, որոշումը չի ընդունվել։ Խնդրում եմ մտքերի փոխանցում